Ողջույն, շատ մարդիկ զարմանում են ադամանդներ, ռուբիններ, զմրուխտներ եւ այլ թանկարժեք քարեր տեսնելիս, բայց շատ քչերը գիտեն, որ աշխարհում գոյություն ունեն այնպիսի քարեր, որոնք չափազանց թանկ եւ հազվագյուտ են։ Այսօր խոսելու ենք հենց այդ քարերի մասին։ Իսկ մինչ այդ բաժանորդագրվեք ալքին եւ սեղմեք զանգակը, որպեսզի հետագա նոր ու ել ավելի հետաքրքիր տեսանյութերը դիտեք առաջինը։ Դե ինչ, սկսեցինք։ Թաֆեիտ Թաֆեիթը եզակի բնական հանքանյութ է, որն իր կարևորությամբ նույնիսկ կարող է գերազանցել ադամանդին։ Դա այնքան հազվադեպ է, որ կտրված քարի միջին արժեքը կարող է սկսել 1 կարատի դիմաց 500-ից մինչև 4000 դոլարի։ Հենց այս պատճառով է, որ թաֆեիթը դասակարգվում է բացառապես որպես թանկարժեք քար։ Քարի պատմությունն իրոք հետաքրքիր է։ 1945 թվականին մի օր Դուբլինից Ռիչարդ Թաֆեն անունով մի մարդ նկատեց մի շատ հետաքրքիր նմուշ կտրված քարերի խմբականակից։ Նա այն ուղարկեց Լոնդոն հետազոտության, որտեղ նրանք ուսումնասիրեցին քարը եւ պարզեցին, որ այն տարբերվում է այդ ժամանակի հայտնի բոլոր բյուրեղներից։ Դրանից հետո առեղծվածային հանքանյութը պահվել է բրիտանական թանգարանում, հանքաբանության բաժնում։ Բանն այն է, որ այս քարի միայն մի քանի նմուշ է հայտնի աշխարհին եւ հետեւաբար բավականին դժվար է, եթե ոչ անհնար այն գտնելը։ Բենիտոիդ Բենիտոիդն իր անունը ստացել է հայտնաբերման վայրից՝ Կալիֆոռնիայի Սան Բենիտո շրջանից։ Առաջին բենիտոիդները հայտնաբերվել են 1906 թվականին եւ սկզբում սխալմամբ շափյուղներ են հասկացվել, սակայն փորձաքննությունից հետո պարզվեց, որ սա միանգամայն յուրահատուկ քար է։ Իրենց հազվագյուտության պատճառով բենիտոիդները բարձր են գնահատվում։ Թանկարժեք քարերի արժեքը 1 կարատի դիմաց 1000 դոլարից է սկսում։ Չնայած վաճառվող երես պատված բենիտոիդների մեծ մասը 1 կարատից ոչ ավելի է։ 2 կարատից ավելի քարերը շատ ավելի թանկ են։ Բենիտոիդները կարելի է հիմնականում գնել Կալիֆոռնիայի ոսկերչական խանութներից։ Ամենայն հավանականությամբ դրանք բացառիկ ապրանքներ են, որոնք վաճառվում են շատ թանկ գնով։ Ալեքսանդրիտը դեղնականաչավուն հանքային շատ հազվագյուտ քար է, որը ունի իր գույնը փոխելու յուրահատուկ ունակություն, կախված լույսից։ Բնական պայմաններում այն կանաչ է, էլեկտրական լամպի տակ գրեթե կարմիր։ Քարի հայտնագործումը պատկանում է ֆին հետախուզ Նորդենսկյոլդին, ով 19-րդ դարում ուսումնասիրել է Ուրալի հանքերը։ Երբ գոհարն առաջին անգամ գրավեց նրա աչքը, դա 1833 թվականն էր, այն զմրուխտագույն երանգ ուներ, բայց գիշերային մոմի լույսի ներքո պարզվեց, որ այն կարմիր էր, ինչը մեծապես տպավորեց հանքաբանին։ Ալեքսանդրիտը դասվում է ամենաթանկարժեք քարերի շարքին։ 1 կարատը արժե 5000-ից 37000 դոլար։ Ալեքսանդրիտի առաջին հանքավայրը գտնվում է Ուրալում, բայց այն արագորեն սպառվել է։ Այսօր Ալեքսանդրիտը արդյունահանվում է Շրի Լանկայի, Բրազիլիայի, Քենիայի, Թասմանիայի, Զիմբաբվեի, ԱՄՆ-ի եւ Մադագասկարի տեղամասերում, բայց այնտեղ հայտնաբերված գոհարների մեծ մասը տարբերվում են Ուրալում հայտնաբերված քարերից։ Գրանդիերիտը հազվագյուտ կապտականաչավուն քար է։ Առաջին անգամ այն հայտնաբերել է ֆրանսիացի հանքաբան Ալֆրեդ Լագրուան 1902 թվականին Մադագասկարում։ Նա որոշել է քարն անվանել ի պատիվ իր ժամանակակցի Ալֆրեդ Գրանդիտեի, ով հայտնի ճանապարհորդ, բնագետ եւ Մադագասկարի հետախույզ էր։ Այս հանքանյութերի պաշարները սահմանափակ են հանքավայրերում, ուստի բարձրորակ բացարձակ թափանցիկ նմուշների արժեքը չափազանց բարձր է։ Առաջին բարձր մաքրության Գրանդիերիտի բյուրեղը գնահատվել է 29000 դոլար։ Հանքանյութի հայրենիքը դեռևս Գրանդիերիտի հիմնական մատակարարն է, չնայած առաջին հայտնի հանքավայրերը ստեղծվել են մինչև 1960 թվականը։ Ավելի փոքր հանքավայրեր են հայտնաբերվել Նոր Զելանդիայում, Շրի Լանկայում, Նորվեգիայում, Հնդկաստանում, ԱՄՆ-ում եւ Կանադայում։ 2014 թվականին Մադագասկարում հայտնաբերվել են Գրանդիերիտի նոր հանքավայրեր։ Մինչ այժմ գնորդների հիմնական հետաքրքրություն ներկայացնող թանկարժեք քարերը արդյունահանվում են միայն այս երկրի հարավում։ Կարմիր ադամանդը թանկարժեք քար է, որը հազվադեպ է հանդիպում բնության մեջ։ 5 կարատից ավելի կշռող խոշոր հանքանյութերը շատ թանկ են։ Կարմիր ադամանդները խանութում չեն գտնվում, դրանք վաճառվում են բորսաներում եւ աճուրդներում։ Շատ հարուստ քաղաքացիները պայքարում են կարմիր ադամանդը ձեռք բերելու համար։ Ավստրալիայում հայտնի հանքավայր կա, որտեղ արդյունահանվում են կարմիր, վարդագույն, կանաչ եւ այլ երանգների ադամանդներ։ Դրանք կոչվում են գունավոր։ Նման քարերի արժեքը բարձր է։ Ամենաթանկարժեք կարմիր ադամանդը վաճառվել է 2011 թվականին 8 միլիոն դոլարով, այն 5.11 կարատ էր։
Պեյնիտ։ Պեյնիտը մոլորակի ամենահազվագյուտ եւ ամենաթանկ բնական հանքանյութերից մեկն է։ Այս առեղծվածային քարի կրկնօրինակների թիվը սահմանափակ է։ Յուրաքանչյուր կտրված բյուրեղի համար հանքաբանական հավաքածուների սեփականատերերը մեծ գումարներ են վճարում։ 1956 թվականին բրիտանացի գիտնական Արթուր Փեյնը Մյանմայի կենտրոնական շրջանների լեռներում հայտնաբերեց 3 զարմանալի նարնջագույն եւ դարչնագույն բյուրեղներ։ Հետագա 49 տարիների ընթացքում, չնայած որոնողների բոլոր ջանքերին, պեյնիտի միակ նմուշները դրանք էին։ Դե ինչ, այսքանով ավարտենք տեսանյութը։ Հուսով եմ հավանեցիք այն։ Անպայման բաժանորդագրվեք ալիքին եւ սեղմեք զանգակը, որպեսզի հետագա նոր ու ել ավելի հետաքրքիր տեսանյութերը դիտեք առաջինը։ Շնորհակալություն։